Շատ լավ, այսօր պիտի շարունակենք մեր սերտողությունը, որ սկսանք ուխտաթրջություն ըփաստսի, ասինք համարը փուն համարը երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ներ, որ գսե չլա թե մեկը ցեզի խափե գերբոմը, վասնզի այն օրերը պիտի չկա աբստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը գորստյան որդին։ Անշուշտ, ինչպես բացատրեցինք, այս մեկը գխոսի Վերջին օրերու մասին անտիքրիստոսը չերևցած կսե պիտի ուխտաթրջությունը ըլլահոս կսե աբստամբություն, ուրիշ թարգմանության մեջ ուխտաթրջություն կսե, որ շատ գեղեցիկ բառ է, որ իրականությունը այն է, անոնք որ ճշմարտութենեն պիտի հերանան եւ պիտի սկսին դարբեր բաներ կարոզել եւ հավատացյալներուն շեղեցնել ջամփայեն Հիմա պիտի որ ինչու ամրաշապ ժամանակ կանցնենք ասնույթին շուրջ, պատճառը այն է, որ եթե չգիտնանք ինչպես կբադայի այս մեկը գրնա լալ, որ մենք ալ շատ թյուրությամբ դարվինք այս հոսանքներեն, որովհետև սատանան, ինչպես գիտեք, շատ վարպետ է, լույսի պես կուքա, սև հագուստով, գոդոշներով չի կար, լույսի պես կուքա, գմտնե նույնիսկ եղեցիները ներս եւ գփորձե Դանիել հավատացյալները տեղեր, որ բեչելան, ճամփաներ, որ բեչերտան եւ այսպեսով գմոլորեցնե անոնց։ Սատանային այս շնորհքի տարու մեջ ամենակարևոր իրեն համար նկատած գործերը մեկը այն է, որ եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին քանթե։ Եվ դարբեր ծևերով կմոտենա սատանան եւ այս ուխտաթրջությունը անոնց մեկն է եւ այսօր պիտի հանդիպենք 4 ռազմավայրերու ուր սատանան գաշխատի եւ գործած է որբեսի եկեղեցին քանթե Սուրբ Գիրքի մեջը օրինակներ կան 5 դագարանի մեջ կտեսնենք այս բաները որ սատանան գներ մեթոդները որ գործած էր եւ այսօր եկեղեցիներու պատմությունների մեջ կտեսնենք որ նույն բաները սատանան ըրած է եկեղեցիներ քանթելու համար եւ կարեւոր է որ Աստծո խոսքին հավատացող հավատացյալներ լավ հասկանան թե ուր են իրենց ռազմավայրերը ուր պետք է գրվին եւ ինչպես սատանան գործած է իր ծևերը որբեսի եկեղեցիները քանթե Եվ այսօր 3 հատեն 4 հատեն 2 միանտե պիտի գրնանք սերդել, որովհետև բավական երկար նյութեր են, թե ինչպես սատանան եկեղեցիներու մեջ կմտնե եւ ինչպես հավատքը կշեղեցնե։ Անցյալ մեր սերդոթյան մեջ հավատքի տեսակներու մասին խոսեցանք եւ այսօր ավելի պիտի գետրոնանանք այն գեղձ անձերուն համար, որ եկեղեցիներու մեջ կմտնեն եւ մարդոց հավատքը կշեղեցնեն։ Ուրեմն հութա 11-ի մեջ 3 անձեր գիշվին եւ անոնց օրինակներեն կտեսնենք թե ինչպես սատանան գործե որ եկեղեցիները խանգարե եւ իրարու անցնե 11-րդ համարց կսե վայ անոնց որոնք գայենին ջամփովը կացին ու փաղամի մոլորությանը բես ցանգությամբ վարձկի յետևե կացին ու գորխին հագարագությանը բես գործվեցան հոս 3 անձնավորություններու անուններ իշխվեցավ բիդը սկսենք գորխին հետ գորխի ըրած ինչ էր արդյոք եւ ինչպես այսօր մարդիկ կան որ նույն ցևով եկեղեցի մեջ կմտնեն եւ եկեղեցին կշեղեցնեն իր ջամփային Գորխի պատմությունը եթե գուզեք կարդալ թվոց 16-րդ գլխում մեջն է չեմ ուզեր ամենը կարդալ երբ որ վերջանանք կարդացեք անպայման հետաքրքրական պատմություն մնե ինչ պատահեցավ արդյոք այս հատվածի մեջ Ուզեմ առաջին 2 համարները 3 համարներ գարտալ որ կապար մնաք կսեմ Ղևի որդին Գահաթին որդին Իսահարին որդին Գորխ
ու Ռուփենի որդիներեն Եղիապին որդիները Թաթան ու Ապիրոն եւ Փաղեթի որդին On ելան եւ Իսրայելի որդիներեն 250 հոգի ժողովրդին ծանոթ գլխավորներ ու անվանի մարդիկ իրենց հետ առնելով Մովսեսին առջև եկան եւ Մովսեսին ու Ահարոնին քով հավաքվեցան ու սին անոնց ալ հերիք է ըրածնիդ վասնզի բոլոր ժողովուրդը ամենքն ալ սուրբ են եւ դերը անոնց մեջ է եւ ինչու դերոջ ժողովրդին վրա դուք ցեզ կբարձրացնեք ինչ կբադայի այստեղը ինչպիսի անցիկ են այս գորխի հետևորդներ եւ անոնք որ այս միջոցը գործածեն եկեղեցիները քանթելու առաջին գսե այս գորխը եւ իր հետ գտնվող անցիկը Ռուփենի որդիներն Եղիապին որդին Թաթան ու Ապիրոն գսե եւ Օնը ելան մարդիկ հավաքեցին մարդիկ ժողովրդին ժողովրդեն 250 հոգի գլխավորներ գսե անվանի մարդիկ իրենց հետ առնելով ինչ կբադայի այստեղը այսպիսի մարդիկ միշտ կթիմեն եկեղեցիներու առաջնորդներու եւ գուզեն իրենց գոմ շահիլ եւ գոմնակցություն մեջտեղ բերել ասիգա այդ կցուցնե եւ ասոնք երրորդ համարի մեջ գսե Մովսեսի թեմ կացին եւ Մովսեսի կանկադեցան սելով որ թուն մի ամբիդե առաջնորդը լաս ով ես որ եւ անշուշտ մորցած էին թե հետաքրքրական է գսե ժողովուրդը սուրբ է այսինքն մենք շատ լավ գիտենք որ Եգիպտոսեն ելած ժողովուրդը որքան մեղքերու մեջ որքան սխալներ գործեցին կանկադել են հորթը բաշտել են ինչ որ մեգերսեմ քանի մեղքերու մեջ ինգան եւ հոստեղը Մովսեսի գսեմ որ մեր ժողովուրդը սուրբ է ցեզի պետք չունի դուք ցեզի մեր վրա տրածեք եւ մենք այլևս չենք ուզեր կփավե եւ ինչ պատահեցավ երբ որ այս խոսքերը ասին Մովսեսի թեմ 28-րդ նույնքն 28-ն 30-ի մեջ կգարտանք եւ Մովսեսը սա ասո պիտի գիտնակ թե դերը զիս խրգած է բոլոր այս կորձերը ընելու եւ ոչ թե ես ինձի փան մրի եթե ասոնք ամեն մարդու մերնելուն բես մերնին եւ եթե ամեն մարդու բադահածը ասոնց ալբադահի դերը զիս խրգած չէ բայց եթե դերը հրաշք մնե ու երգիր իր փերանը փանա ու զանոնք եւ անոնց բոլոր ունեցածը գլե ու անոնք ողջ թժող կիչնեն այն ադեն պիտի գիտնակ թե այս մարդիկը դերը անարգեցին եւ ճիշտ ինչ որ Մովսեսը սավ գարտանք հաջորդ համարների մեջ կեդին բացվեցավ եւ այս ժողովուրդը մեջը ինգան եւ այս ժողովուրդը ոչ թե միան Մովսեսի թեմ ելան առաջնորդին թեմ ելան այլ նաեւ դերը անարգեցին ինչ որ հոսկարտացինք 30-ի վերջական գիտնակ թե այս մարդիկը դերը անարգեցին ուրեմն ասոնց ըրածը այն էր որ գլուխ վերցուցին Մովսեսին թեմ եւ հագարագեցան եւ անշուշտ այդնելով աստուծո թեմ շարժեցան աստուծո անարգեցին որովհետեւ Մովսեսը ինչ որ գներ աստուծո հրամանով գներ աստված իրեն կանչեց եւ ադոր համար ինքը առաջնորդ եղավ հիմա երթանք նոր գդագարանի մեջ գարտանք տեսնենք թե նոր գդագարանը ինչ կսե այսպիսի մարդոց որ գլուխ կվերցնեն եւ հագարագություններ կստեղծեն եկեղեցի մեջ ինչ է դժվարությունը այսպիսի անձերուն երկրորդ Տիմոթեոս 3:8-ի մեջ գիշվի երկու անձիկ որ ճիշտ նույն բանը ըրին երկրորդ Տիմոթեոս 3:8-ը գսե հաբա ինչպես Հանեսն ու Համրեսը հագարակ կեցան Մովսեսին նույնպես ասոնք ալ ճշմարտության հագարակ կգենան մտկով աբագանած մարդիկ որոնք հավատքի մեջ ամբիդաններ են ով են անցիգը Հանեսն ու Համրեսը ուրդեղ են եկան ով են ինչ կնեն ինչու համար գիշվի
Պողոս Արաքյալը գիշե այս Տիմոթեոս գրքի մեջը այս երկուքը մոքերն էին, որ փարավոնի մոքերը, գլխավոր մոքերն էին, եւ երբ որ Մովսես գնաց բանջելու փարավոնեն, որ Իսրայելի ժողովուրդը արձակե, ասոն քագարակ կեցան եւ ինչ որ Մովսես ըրավ քավազանով եւ փորձեցին իրենք ալ նույն գախարտություններ իրենց քավազանով գախարտություններ անել անշուշտ ասիգա նորեն գծուցնե թե ասպիսի մարդիկ աստուծո ընդրյալ զավակներուն աստուծո ընդրած առաջնորդներուն թեմ կաշխատին երկրորդ կդեսնենք երկրորդ Պետրոս 2:10-ի մեջ երկրորդ Պետրոս 2:10 կսե մանավանդ անոնք որ բղձալից ցանկությամբ մարմնի յետևե գերտան եւ դերությունը գանարքեն ինքնահավան եւ հանտուկնեն չեն վախտնար մեծափարներուն հայոյել է հոս կդեսնենք որ այսպիսի անցիգը որ Պետրոս Արաքյալը գներգացնե իր նամակի մեջը գսե գարավարություն չեն սիրեր գարավարության թեմեն գհայոյեն գսե մեծափարության չեն բախնար մեծափարներուն հայոյել է իրենց վրա իշխանություն չեն ուզեր հութա 8 հութայի քիրքը մեկ գլուխ է բայց այսօր այնքան բաներ պիտի տեսնենք այս քիրքի մեջ որ դի ժամանակ որ այսպեսի բզդիկ քիրքը այսպեսի մեծ ճշմարտություններ մեզ գսորվեցրե հութա 8 գսե նմանաբես այս ցնորածներն ալ մարմինը գբղձեն ու դերությունը գանարքեն մեծափարներուն թեմ գհայեն իշխանության դակ չեն ուզեր մտնել գուզեն իրենք գլուխ ըլալ եւ վերջին բացատրությունը այսպիսի անցերու գորխի նման անցերու մասին կգտնենք Դիդոսի մեջ Դիդոս 1:10 Սե քանզի շատ են աննազանտները ունայնություն խոսողները ու խափողները մանավանդ անոնք որ թլպադութեն են անհնազանդները ուրիշ թարգմանության մեջ անկանոն մարդիկ կսե չեն ուզեր կանոնի դակ մտնել իրենք իրենց միշտ կուզեն ամեն բանը ազատելալ եւ իրենք գլուխ կուզեն ելել եւ ասիկա մենք շատ լավ դեսած ենք տարիներուն ընթացքին այսպեսի անցիկ եկած կացած են ասել է թե սատանան դագավին այսպեսի մարդիկ կկործած է որ եկեղեցիները քանթե աստուծո կորձը աստուծո եկեղեցին քանթե ուրեմն ուխտաթրջությունը հոս մեկ բան հստակ կնե որ աստուծո իշխանությունը մերժել է այս անցիգը աստուծո իշխանությունը չեն ընդունիր եւ աստուծո իշխանությունը մենք կգտնենք աստուծո խոսքի մեջ աստուծո խոսքն է որ մեզի աստուծո իշխանությունը գծուցնե եւ գարաչնորթե իր ճամփաներ մեջ երկրորդ Տիմոթեոս 3:16 բոլոր քիրքը աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու հանդիմանելու շտկելու արդարության մեջ խրադելու համար որբեսի աստուծո մարդը գադարյալը ամեն բարի գործերու պատրաստված հոս կդեսնենք աստուծո խոսքը մի քանի գործեր գնե գսե գանթիմանե գսորվեցնե գշտկե եւ գխրադե եւ այսպիսի անցիգը պատրաստ չեն աստուծո խոսքը լսելու ոչ խրադվելու ոչ շտկվելու եւ ասիգա նշանները մեկն է որ անոնք ուխտաթրջության մարդիկ են Մատթեոս 4:4 կսե անիգա պատասխան տվավ գրված է թե ոչ միայն հացով գաբրի մարդ հաբա ամեն խոսքով որ աստուծո փերնենգել է աստուծո խոսքն է վերջին իշխանությունը եթե մարդիկ աստուծո խոսքեն դուրս իշխանություններ գուզեն ստեղծել
Կամ թե իրենց ուզածները անել, ադիգա ասել է թե անոնք ճամփե ելած անցիկ են։ Ուրիշ բանը, որ ինչպես բացատրեցի քիչ այդ Մատթեոս 18-17-ի մեջ այս անցիկը եկեղեցին իշխանությունը չեն ընդունիր։ 18-ը 17-ը Եթե անոնց ալ մդիկ չնե, եկեղեցինս է, իսկ եթե եկեղեցին ալ մդիկ չնե, հեթանոսի ու մաքսավորի բես թող ըլլա քեզի։ Ոստերը շատ հստակ կնե, որ ամբոր եկեղեցին իշխանության պիտի չհբադագի, եթե եկեղեցին առաջնորդները աստվածավախ, աստծո խոսքին ուղղությունով քալող մարդիկ են, անոնց կսե հեթանոսի բես նայիր։ Եվ գծավի մսելու, որ անցյալին մեր եկեղեցի մեջ եղած են անցիկ, եկած են հոգևոր անունի դակ, եւ վերջավորության մեկը օր ինձ որ մենք ծեր իշխանության չենք հբադագիրսավ, շատ աղեք, ուրեմն ես քեզ հետ կոր չունիմ, անգե վերջը ոչ ժամանակ կուդայի այլանցին, ոչ ալփան, որովհետեւ անշուշտ ասել չէ թե ես իշխան եմ, բայց ինչ որ Աստծո գոչումով Աստված դրած է այստեղ մեզի ներգայիս ծառայելու եւ կքալենք Աստծո խոսքին ուղղությամբ կանոններով Աստծո խոսքին ճշմարիտ վարդապետությամբ անցիկ եթե ադոր չեն ուզեր նազանտի լսել թե իրենք այդտեղ են դուրս պետք է ելեն եւ ես երբեք չեմ ներվիր այդպիսի անցումը եթե ցկե երթա որովհետեւ եթե մնա ուրիշներուն ալ գվարագ է եւ այդպիսի խլարդումներ գանե որ եկեղեցին գրնա քանթվի առաջին Դիմեթրիոս 3:15 որբես եթե ուշանամ գիտնաս թե ինչպես պետք է Աստուծո դանը մեջ բդդիս որ գենթանի Աստուծո եկեղեցին է ճշմարտության սույնը ու հաստատությունը Բողոս Արաքյալը ասի Դիմեթրիոսի գրե որովհետև Դիմեթրիոսը եկեղեցին առաջնորդն էր, այդտեղ եկեղեցին առաջնորդն էր եւ գսե գիտիր որ դու առաջնորդ ես եւ պետք է հսկես եկեղեցին վրա եւ մարդիկ պետք է հնազանդին Տիտոս 2:15 կխոսի հadouk հովիներու մասին գսե այդ բաները ասե եւ հորթորե ու հանդիմանե սաստելով չլա որ մեկը քեզ անարգե Դիդոսի գրե Դիդոսալ եկեղեցի առաջնորդ էր ուրեմն հոս մեկ բանը որ գուզե Բողոս Արաքյալ հստակնել որ պետք է ժողովուրդը հնազանդեր Դիդոսի որբեսի եկեղեցին գարնար իր կորձը գադարել Եփրայեցիսի մեջ կգարտանք Եփրայեցիս 13:7 եւ 17-ը սե հիշեցեք ձեր առաջնորդները որոնք Աստուծո խոսքը ցեզի խոսեցան ու անոնց բարմունքին վախճանին նայելով իրենց հավատքին նմանեցեք Հիսուս ներոտուն 17-ը գսե ձեր առաջնորդներուն մդի գրեք ու անոնց հնազանդեցեք, բասնզի անոնք ձեր հոգիներուն համար գսկեն, որբես թե հաշի պիտի տան, որբեսի խնդությունով իրեն այն կորձը եւ ոչ թե հարաչելով, բասնզի այն ցեզի օգտակար չէ։ Այս համարը քիչ մը հետաքրքրական է, գսե եթե դուք ձեր հովիվներուն մդիկ չգներ գսե անոնց կորձը դժվարացնեք եւ դոգ վնասովը դուք պիտի լակ եթե դժվարացնեք հովիվին կորձը անոր մդիկ չնելով պիտի հարաչելով նեգսե եւ գիտեք եթե փամը ճուզելով նես ինչպես մեջտեղ գուկա երբ որ նեղուտ փամը սիրելով գնես ուրախությունով գնես շատ ավելի հաճող դուրս գուկա այդ կորձը քան թե երբ որ մեկը ճուզելով հարաչելով գնե որովհետև դժվարությամբ մակտված է ուրեմն մեկ փամը հոս շատ հստակ է այս ըխտաթրջության գնանք ենթարկվել
եթե Աստուծո խոսքին իշխանությունը ոչ մեկ կերպով զանցարնենք։ Երբ որ Աստուծո խոսքը սկսենք հարցակնել, ասել որ ինչու հովիվը պետք է առաջնորդե, ինչու աս անձը պետք է սերդողությունն է, կամ թե ինչու պետք է երկծվի, երբ որ այսպիսի բաներ սկսենք անել, Աստված կանոններ եւ ծևեր դված է եկեղեցին առաջ երթալու համար։ Եթե մեկը Աստծո խոսքը սկսի հարցումի դակ տնել եւ նույնադեն գրնա անցմը Աստծո խոսքին ամբողջության չավադալ գարմդեր կփոխե գուզե ուրիշ ձևով թարգմանել այս բոլորը այս հարցերը կստեղծեն եւ պատմության մեջ շատ տեսած ենք ինչպես մեկը որ գելե եւ գսե Աստծո խոսքը այսպես չսեր եւ սկսի նոր ցև մգուզե սկսիլ եւ ամբողջ եկեղեցին կանտվի ադոր բաճարա ուրեմն Աստծո խոսքն է որ առաջնորդներ Աստված է որ առաջնորդները գաստադե Աստված է որ հովիվները գաստադե եւ նույնիսկ երգիրներու թակավորները իշխանությունները ինքը գաստադե իսկ եթե մեկը անոնց թեմ գաշխադի ասել թե Աստուծո է որ կանարքե երկրորդ նորեն երթանք 8-11-ը ինչեր երկրորդ անձը գարձեմ երկրորդ անձը որ գներգայացնե ուխտաթրջող անձ Գայանին ճամփովը կացողները արդյոք ով են աս Գայանին ճամփով կացողները Գայանին պատմությունը գտնենք Ծննդոց 4-ի մեջ Ծննդոց 4 Ինչ կբադայի անդեղը Կարճ արակմը մի քանի համարներում վրային անցնիմ որ կապար ունենակ կսե Գայենը երկրորդ համարի մեջ կսե Եվ դարձյալ անոր ապել եղբայրը ծնավ եւ ապել ոչխարներու հովիվ եղավ բայց Գայեն երգիրը գմշագեր Գայենը երգիրը մշագող էր ժամանակ մը հետո Գայեն երկրի բդուղեն դերոջը ընձապերավ գսե Հոս շատ անգամ երբ որ մարդիկ ասպատմությունը գարտան գսեն ինչու համար Աստված մերժեց Գայենին եւ ընդունեց ապելի զոհը հետաքրքրական սկզբունք մը գաստեղը եւ հիմա որ բացադրեմ շատ ավելի պիտի հասկնա գսե երկրի բդուղեն փերավ որպես զոհ Գայենը եւ իր ցերքի կորձերներ անոնք երգիրը գմշագեր գսե երգիրը գմշագեր այսինքն իր ցերքերով է որ գմշագեր իր ցերքերը կորձածեր իր կորձին բդուղներ ադիգա եւ անիգա ժամանակ մետո գսե երկրի բդուղեն դերոջը ընձա փերավ իսկ Ծննդոց 3:17-ի մեջ համար մգա որ մեզի հստակ կցուցնե թե ինչ կբադայի այստեղը կսե եւ աթամինսա որովհետեւ թունքու գնոջդ խոսքը մտի գրիր ու այն ծարեն գերար որուն համար բադվիրեցի քեզի սելով չուդեսանգե երգիրը քու բաճարովդ անիդյալ ըլլա ցանկիտ փոլոր օրերու մեջ նեղությունով ուդես անգե ինչսինք երգիրը գործեր գսե Ես իսկ երգիրը ինչպիսի վիճակուներ այն ժամանակ արդեն գսե անեցքի դագեր ուրեմն հոս հոգևոր թարգմանությունը այն է որ հոգևոր բացատրությունը այն է որ ցերքի կորձերը Աստուծո հաջելի չեն գնարլալ մեր կորձերը մեր ըրածները որովհետև մեր ըրածները անեցքի դագ են առաջին Հովաննու 3:12 ալ գարտանք Առաջին Հովաննու 3
12 գսե ոչ թե Գայենին պես որ չար էր ու իր եղբայրը սպանեց ինչու համար զանիգա սպանեց անոր համար որ իր կորձերը չար էին իսկ եղբորը կորձերը արդար հիմա աս Երգիրը գմշագերը սածը եւ Երգրին բդուղեն պերածը իրարու հետ հոս կբացադրվին ավելի կստագնամ որ գսե արդեն Երգիրը անիծված էր գսե եւ ինքը իր կորձերը չար էին ինքը իր կորձերով գուզեր աստուծո հաջելի ըլար եւ ադիգա անգարելի փամն էր մեկը չի գնար իր կորձերով արդարանալ որքանալ լավ բարի բաներն ես եկեղեցիներ շինե աղքատներուն գերագրե քու կորձերով թուն չես գնար աստուծո հաջելի ըլալ որովհետև մեղքի դագեք մեր մեղքերը մինչև որ չքավին մենք աստուծո հաջելի չենք գնար ըլալ հիմա շարունակենք նոր գդագարանի մեջ ավելի ստագացնելու այս միտքը երկրորդ Պետրոս 2:1 գսե սուտ մարգարեները գային ժողովրդին մեջ ինչպես ծեր մեջ ալ սուտ վարդապետներ պիտի լան որոնք քաղդուկ պիտի մտցնեն գորստափեր հերցվածներ ու զիրենք ծախու առնող դերը ուրանալով իրենց վրա պիտի փերեն արաքահաս գորուստ երբ որ մեկը չընդունիր աստուծո փրկությունը մեկը չընդունիր որ ինքը փրկության պետք ունի իր վրա գորուստ արդեն հասած է գսե ասոնք այս անցիգը փրկության նույնիսկ չեն հավատար փրկության նույնիսկ չեն հավատար առաջին Կորինթացիս 6:20 առաջին Կորինթացիս 6:20 հիմա ավելի հստակ մի դլա Գայենին եւ Ափելին զոհերուն դարբերությունը աս համարներեն պիտի տեսնենք ինչ կբադայի առաջին Կորինթացիս 6:20 Սե քանզի քնով ծախու առնվեցակ ուստի փարավորեցեք Աստված ծեր մարմիններուն ու հոգիներուն մեջ որոնք Աստուծո կպատկանին մենք քննված ենք կսե քինը վճարվեցավ մեզի համար եւ Աստուծո կպատկանի գայլևս եւ այդ քինը ինչ էր այդ քինը Հիսուսի արյունն էր Հիսուսի արյունը վճարվեցավ մեզի համար առաջին Պետրոս 1:18-19 գիտնալով որ դուք ոչ թե աբագանացու արձաթով կամ ոսկիով փրկվեցաք որ ծեր հայրերեն ստացաք անուղիղ ճամփաներով հաբա Քրիստոսին բադվական արյունովը որպես թե ամփից ու անարատ քարիմը Քրիստոսի արյունով դուք քննվեցաք կսե հիմա հոստեղը ավելի գասկնանք որ Գայենը գփորձեր արդարանալ առանց արյունի իր կորձերն իսկ Ափելը որ ոչխար մատուցանեց արյուն թափվեցավ եւ այդ արյունն էր որ Աստուծո հաջելի էր այդ արյունը որ պիտի թափվեր հիմա գտեսնեք ինչ կբադայի ինչ համար Գայենին զոհը չընդունեց Աստված Գայեն գփորձեր իր ցերկերուն կորձերովը արդարանալ չեր ընդուներ այն արյունը որ պետք է թափվեր զոհը լալու համար Եբրայեցիս 9:22 Գրեթե ամեն բան արյունով կմաքրվի օրենքին նայելով ու արյուն չտապված թողություն չլար կտեսնեք ինչ կբադայի հիմա դերևս մեկ միտսե Գայեն ուր են գտնել որ արյուն պետք է թափվի անշուշտ մենք ադոր օրինակը առաջին օրերեն ունենք երբ որ Աստված Աթամ եւ Եվան գցան իրենց մերգլալը Աստված ոչխարը մորթեց եւ անոնց մորթով
իրենց հակվեցուց ծածկեց եւ ասիգա այս խաղապարը վստահ եմ որ շարունակվեցավ Աթամ եւ Եվան իրենց զավակներուն սորվեցուցին եթե ոչ Գայենը ուրդեղեն պիտի գտներ որ ոչխար պետք է մորթե եւ ոչխար զոհնե բայց ապելը կտեսնենք որ մերժեց at արյունին թափիլը եւ անոր դեղը իր եղբորը արյունը թափեց վերջավորության Հութա 4-ը մեզի ուրիշ բանալի մնալ գուտա այս անցերուն սխալ անցերուն եկեղեցի մեջ սխալ միտքեր մտցնելը 4-րդ համար Հութա 4-ը քանզի մեկ քանի մարդիկ քաղդուկ մտան որ առաջվնե այս թադաբարդության համար որոշված էին ամփարիշներ որոնք մեր Աստուծո շնորհքը անարագության դարձուցին եւ միակ իշխանությունը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան Ինչ կբադայի այս անցերուն հետ Աստուծո շնորհքը գսե իրենց գիրքերուն համար կործածեցին այսինքն քանի որ Աստուծո շնորհքը գա իրենք կքարոզեն կամ գաբրին այնպես որ ազատ են ուզած բաներն ունենալու եւ Աստուծո շնորհքը կշահագործեն Տիտոս 2:11 Քանզի Աստուծո փրկարար շնորհքը բոլոր մարդուն երևցած Աստուծո շնորհքը փրկության պատճառ եղավ եթե ոչ մենք պիտի չի գնայինք փրկվել առանց Աստուծո շնորհքին եւ մենք Աստուծո շնորհքը թեթև չենք գնար առնել խաղալիք չէ Աստուծո շնորհքը քանի որ փրկված ենք ասել չէ թե ուզածնից գնանք անել Ռոմայցիս 6:1 եւ 15 Գիտեմ արագ կանցնեմ որ համարներում ռայն վերջն օրեն գարտացեք հաջիկ կսե ալ հիմա ինչ պիտի ասենք մեղքի մեջ մնանք արդյոք որբեսի շնորհքը շատնա Ուրեմն ինչ մեղ կործենք քանի որ օրենքի դատ չենք հաբա շնորհքի դակ կավլիցի Բողոս Արաքյալը գրե Հռոմայացիներուն այսինքն չենք գնար մեղքի մեջ ապրիլ քանի որ շնորհքի դակ ենք եւ ասիգա շատ հստակ է այս համարներում մեջ եւ Գայենի ջամփային կացողները շնորհքը գոկտակորձեն Ետ երթանք Հութա 4-ին մեջ եւ հաջորդ մասը մեզի գտնե թե ինչ է այս Գայենի ջամփային կացողներուն դժվարությունը գսե Աստուծո շնորհքը անարագության դարձուցին ու միակ իշխանությունը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան Այս նելով այս անցիգը գուրանան Քրիստոսը գուրանան Աստուծո դերությունը իրենց կյանքերուն վրա երբ որ Գաբրին այսպես եւ ուրիշներույալ գարաչնորթեն այսպիսի կյանքերու այսինքն մեկ խոսքով իրենք Աստուծո գմերժեն Աստուծո շնորհքը Աստուծո սերը որ Քրիստոս Հիսուսի միջոցով մեզի հայտնվեցավ այս բոլորը մեկտի գտնեն եւ ասել է թե Աստուծո գուրանան Ռոմայցիս 3:24-25 Սեպայց անոր շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ցեզ ծրի գարտարանան որ Աստված նախաբես սահմանած էր քավություն ըլլալու եթե անոր արյան հավատան այս եղավ աբացուցանելու համար Աստուծո արդարությունը վասնզի Աստված իր երկայնամտությամբ չնչած էր նախաբես կործված մեղքերը Մենք ինչպես կարտարանանք շնորհքի միջոցով ով է փրկիչը Հիսուս Քրիստոս եւ եթե մեկը չի հավատար Քրիստոսի
արյան թափելուն ադիգա արդեն ուրացած է Աստված այս համարները մեզի այդ կցուցնեն ուրեմն այս բոլորը միասին բերելով կտեսնենք որ գայանի ջամփային քացողները Աստուծո շնորհքը փրկության համար կմերժեն այս է վերջավորությունը խոսքերով թերևս չեն ասեր բայց իրենց հավատացածովը կորձերովը իրենց թիրքովը կտեսնենք որ արդեն ուրացած են Եփեսացիս 1:7 որով փրկություն ունենք մենք իր արյանը միջոցով մեղքի թողություն իր շնորհքին ջոխության չափովը այսօր շատ եկեղեցիներ կան ավետարանական անունի տակ որ չեն հավատար Քրիստոսի արյան զորության որ Քրիստոսի արյունով է որ մեկը կփրկվի եւ ասիգա ադենա դեղեր պիտի լավ որ պիտի լսեք դեր եթե չեք լսած ավետարանական շրջանակներն ներս հայ ավետարանական շրջանակներն ներս որ Քրիստոսի արյան չեն հավատար Քրիստոսի արյան զորության եթե մեկը Քրիստոսի արյան զորության չհավատար սելը թե փրկված չէ չի գնա անգարելի է որ այդ անձը փրկություն ունենա կարևոր չէ ինչի գավադա ինչ կխորի ադիգա բոլորը երկրորդական են եթե մեկը Քրիստոսի արյան զորության չի հավատար այդ անձը չի գնա փրկվել երկրորդ գլուխ 7:9 սե որբեսի քալու թարերու մեջ ցուցնե իր շնորհքին քերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզի ցուցուցած քաղցրությունովը Բասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզ մե հաբա Աստուծո բարգեւն է ոչ թե կորձերեն որ մեկը չբարձենա Գայանը ինչրավ փորձեց իր կորձերովը արդարանալ բայց դուք հավատքով փրկված եք կսե հավատքով փրկված եք եւ ոչ թե ձեր կորձերով եւ Դիդոս 2:12 Դիդոս 2:12 կխոսի նաև որ Աստուծո շնորհքն է որ մեզի հոգևոր ցանկ ապրիլ գուտա ան մեզ կխրադե որբեսի ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ ըսկաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ ասիգա Աստուծո շնորհքն է այսօր շատերը գանտվին գսեն ես չեմ գնար աշխարհը որտեվ չեմ գնար այդ կյանք ապրիլ շատ չի դագ է բայց մեկ բան սխալ է որ պետք է ապաշխարես որ գարնաս այդ կյանք ապրիլ որտեվ Աստուծո շնորհքով է որ պիտի գնաս այդ կյանքը ապրիլ առանց փրկության առանց Քրիստոսի արյունին առանց հավատքի առանց Աստուծո շնորհքին անգարելի է որ մեկը Աստուծո ուզածին բես ապրի ուրեմն ուխտաթրջությունը կսկսի երբ որ այսպիսի դարբեր ավետարաններ կսկսին եկեղեցիեն ներս մտնել Քաղադացիս 1:6 գզարմանամ որ շուտով կլքեք այն մեկը որ ցեզ Քրիստոսի շնորհքին կանչեց եւ գթարնակ ուրիշ ավետարանի կտեսնեք ավետարանը Աստուծո շնորհքին մեզ կանչե որբեսի Աստուծո շնորհքով մենք փրկվենք Մինչ ուրիշ ավետարան չկա, բայց կան ոմանք, որոնք ցեզ գխրովեցնեն եւ գուզեն Քրիստոսին ավետարանը խափանել, բայց եթե մենք կամ երկնքեն ռեշտակ մկա, ավետարանն է ցեզի անգե դարբերը, որ մենք ավետարանեցինք ցեզի նզովյալ ըլլա, ինչպես արած ասենք հիմա նորեն գսեմ, եթե մեկը ցեր ընդունածեն ուրիշ ավետարան կարելզելու ըլլա, ցեզի նզովյալ ըլլա։ Հիմա այս սերդողություններու մեջ փամը կարևոր որ կփորձեմ ցեզի փոխանցել այն է որ գիտնանք թե մենք ինչի գավադանք նախ մեր հավատքը ինչի վրա հիմնված է ինչ են մեր հավատքի հիմերը եթե հասկանանք գիտնանք անոնք շատ ավելի թյուրին բիդլա երբ որ գեղձ ավետարաններ կան մեզի հասնելու մեզի մարդիկ գեղձ ավետարաններ կարոզեն դարբերությունը շատ թյուրությամբ
պիտի գիտնանք։ Ադոր համար կներեք այսքան երգային աշխապ մանրամասն գերտամասնյութերու մեջ գուզեմ որ ամենքը որ հոսեք հասկնաք այս ճշմարտությունները գիտնաք վստահ ինչ է ձեր հավատքը ինչի վրա հիմնված է եւ այսօր կարեւոր գեդերը մեկն էր որ շեշտեցինք Քրիստոսի արյունը Քրիստոսի շնորհքը եւ ասկեդը ադոր վրա է որ գետրոնանա երկրորդ Կորինթացիս 11:4 կսեբասնզի եթե մեկը քալու լա եւ ուրիշ Հիսուս մը քարոզե որ մենք չքարոզեցինք կամ ուրիշ հոգի առնեք որ մեզ մեջ չարիք կամ ուրիշ ավետարան որ մեզ մեջ չեք ընդունած այնպիսիներուն ալ աղեք հանդուրժեի մի ցկեք սե մի արդոնեք որ սխալ բաներ ձեր մեջ մտնեն եւ այսօր մենք գիտենք քանի դեսակ ավետարաններ կան ընկերական social gospel ավետարանը գա եկեղեցիներու մեջ տարածվի ամեն օր երթան ավելի կընթանրանա ինչպես քիչ առաջացի արյունի Քրիստոսի արյունին չհավատացող ավետարանը գա որ գքարոզվի անգեբերչը աբաշխարության չհավատացող ավետարաններ կան ամենա արագ աջող ավետարանները մեկը փառքավաճման ավետարանն է որ եթե աբաշխարես ամեն բան լավ բիդլա հարստանաս ասպես ամբես անշուշտ ասկեզատ կա Փարի կորձերու ավետարանը որ կմղեն մարդոց Փարի կորձերնելու անգե անտին գա ծայրահեղական ավետարանը որ օրինաբաշխության ավետարանն է եւ ուրիշ ավետարաններ ինչպես նաեւ սկացական կետնի վրա as վերջերս գրտնում երկերուն մեջ ալգա որ շատ չեմ սիրեր բայց մտած է եկեցներն ներս եւ այսպես երթալեն գշատնակ դեսնեք ինչպես սատանան ինչ ծևերով կմտնե եկեղեցիներն ներս Այսօր լավ օրինակը որ կդեսնենք առաջին թարու եկեցի մեջ Կորցկարակելոց 15-ին մեջ գսե մեկ քանիներ հրյա ստանեն եկած եղբայրներուն կսորվեցնեն թե եթե Մովսեսին ավանդած սովորությանը համեմատ չտլպատվիք չեք կրնար բրգվել կդեսնեք դեր եկեցի նոր սկսավ արդեն աս խնդիրները կան ուր մնաց հիմա որ 1001 տեսակ ավետարաններ կքարոզվին այս բանին համար մարգարեներուն խոսքերն ալ գմիա բանին ինչպես 11-րդ համարը sorry կսե բայց կհավատանք թե Տեր Հիսուսին շնորհքով կփրկվենք մենք ինչպես անոնքալ ուրեմն եթե գիտես ինչի կհավատաս շատ ավելի թյուրին գլա հաստատ քայլեր արնել հաստատ գենալ եւ բայկարիլ այն սուտ ավետարաններուն թեմ որոնք ինչպես այստեղ գարտացինք կփորձեն եկեղեցիները ներս մտնել եւ Քրիստոսի եկեղեցին գործանել անոր համար սրելներ պետք է ամեն բան գիտնանք երբ որ բանը չհասկացար միսեր որ ասի գլուխես բերե մեգումը քնա որ գնա քեզի օկտագարը լալ մեգումը որ քեզի ճշմարտությունը պիտի բացադրե եւ այդ ճշմարտությունը կհուսամ որ Աստծո խոսքին վրա հիմնված է եւ ոչ ուրիշ բաները գիտությունները կամ թե խաղապարները միտքերը եկած եւ այն ադեն է որ եկեղեցին հաստատ պիտի ըլլա եւ պիտի աճի եւ մեծնա հավատքի շնորհքի Քրիստոսի արյան փրկության վրա հիմնված Տերը օրհնե բոլորիդ